Վտանգավոր ամսաթվեր 2026 թվականի ապրիլին։ Օրեր, երբ ճակատագիրը փորձում է ձեր ուժը։ 2026 թվականի ապրիլը բերում է ոչ միայն բարենպաստ պահեր, այլև լարված շրջաններ։ Աստղագուշակության մեջ չկան վատ օրեր, միայն բարձրացված էներգիայի օրեր, երբ սխալները ավելի թանկ են և զգացմունքները դուրս են գալիս վերահսկողությունից։ Կարևոր է նախապես իմանալ այս ամսաթվերը։ Սա վախենալու պատճառ չէ, այլ հնարավորություն է ուշադիր լինելու։ Ստրեսային օրերին լավագույնն է դանդաղեցնել, խուսափել ռիսկերից և ուշադիր լինել ձեր խոսքերի և որոշումների նկատմամբ։ Եկեք նայենք 2026 թվականի ապրիլի ամենադժվար և պոտենցիալ վտանգավոր ամսաթվերին և իմանանք, թե ինչ չպետք է անեք։ Ապրիլի 6-ը՝ հակամարտությունների և թյուրըմբռնումների օր։ Այսօրը մարդիկ հակված են լսել միայն իրենց։ Ընտանիքում, աշխատավայրում և նույնիսկ ընկերների հետ վեճերի ռիսկը մեծանում է։ Խորհուրդ չի տրվում։ Սկսել լուրջ զրույցներ, քննարկել զգայուն թեմաներ, տանել ճնշման տակ, ստանձնել ավելորդ պարտավորություններ, հատկապես զգույշ լինել բիզնեսում։ Սխալ հասկացված արտահայտությունը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները։ Ապրիլի 15-ը՝ ֆինանսական սխալների օր։ Ֆինանսական ոլորտում էներգիան անկայուն է։ Հնարավոր են սխալ հաշվարկներ, վճարումների ուշացումներ կամ անսպասելի ծախսեր։ Ինչից խուսափել։ Մեծ գնումներ, կասկածելի նախագծերում ներդրումներ կատարել, վարկեր և վարկեր, խաղամոլություն։ Այսօրը կարևոր է պաշտպանել ձեր բյուջեն և չվստահել առակ շահույթի գեղեցիկ խոստումներին։ Ապրիլի 25-ը՝ զգացմունքային գագաթնակետ։ Ամսվա կեսը կարող է հույզերի ալիք բերել, կարող են ի հայտ գալ դժգոհություններ, խանդ և հին դժգոհություններ։ Մի անեք մանիպուլյացիաներ անել զգացմունքներով, գրգռել զուգընկերոջը, որոշումներ կայացնել բաժանման մասին հիմնվելով զգացմունքների վրա, դրամատացնել իրավիճակը։ Լավագույն լուծումն ինքներդ ձեզ ժամանակ տալն է։ Հույզերը կմեղմանան և շատ բաներ կթվան պակաս կարևոր։ Ապրիլի 19-ը՝ պատրանքների և ինքնախաբեության օր։ Այսօրը վտանգավոր է, քանի որ ամեն ինչ ավելի լավ է թվում, քան իրականում է։ Մարդիկ հակված են հավատալ խոստումների, որոնք իրականում հիմք չունեն։ Ինչ չպետք է անել։ Նոր սիրային հարաբերություններ սկսել, չփորձացված գաղափարների մեջ ներդրումներ կատարել, անծանոթներին վստահել, կարևոր որոշումներ կայացնել։ Ինտուիցիան կարող է մշուշված լինել, ուստի լավագույնն է հետաձգել կարևոր քայլեր։ Ապրիլի 23-ը՝ գերծանրաբեռնվածության և հոգնածության օր։ Աշխատանքային ծանրաբեռնվածության և ճնշման աճը կարող է հանգեցնել սխալների, հնարավոր են աշխատանքային կոնֆլիկտներ և ֆիզիկական հյուծվածություն։ Անցանկալի լրացուցիչ նախագծերի ստանձնել, վեճերի մեջ մտնել, մարմնի ազդանիշները անտեսել, հոգնած վիճակում մեքենա վարել։ Այսօրը պահանջում է ինքնախնամքի և էներգիան իմաստով կառավարելու։ Ապրիլի 26-ը թաքնված խարդանքների օր է։ Այսօրվա էներգիան խրախուսում է գաղտնի զրույցներ, բացթողումներ և կուլիսային գործարքներ։ Խուսափեք։ Գործընկերների մասին նրանց մեջքի ետկոմ բամբասելուց է, անձնական ծրագրերի բացահայտումից է, փաստաթղթեր ստորագրելուց է առանց ստուգելու, կասկածելի սխեմաներին մասնակցելուց է։ Լավագույնն է նեյտրալ մնալ և խուսափել ուրիշների հակամարտություններին ներգրավվելուց է։ Ապրիլի 29-ը կտրուկ փոփոխությունների օր է։ Այս ամսաթիվը կարող է անսպասելի իրադարձություններ բերել։ Իրադարձությունները արագ են զարգանում և ոչ միշտ ընթեբլոն է։ Խուսափեք, մեծածավալ նախագծեր սկսելուց է, մեծ ներդրումներ կատարելուց է, տեղափոխվելու վերաբերյալ որոշումներ կայացնելուց է, կամուրջներ այրելուց է։ Հիմնական ռազմավարությունը ճկունությունն է, մի դիմադրեք փոփոխություններին, բայց նաև մի հրահկեք դրանք։ Ինչու է կարևոր իմանալ վտանգավոր օրերը։ Վտանգավոր ամսաթվերը մահվան դատավճիռ չեն, դրանք նախազգուշացում են, և նման օրերին էներգիան ուժեղացնում է թույլ կետերը, չլուծված հակամարտություններ, ֆինանսական բացահարը, զգացմունքային անկայունությունը։ Եթե ուշադիր լինեք, այս ամսաթվերը կարելի է ապրել հանգիստ և նույնիսկ շահութավետ։ Դրանք հարմար են սխալների վերլուծության, ներքին աշխատանքի, հին առաջադրանքների ավարտի, հանգստի և վերականգնման համար։ 2026 թվականի ապրիլը փորձում է մեզ հասունությունը, նա սովորեցնում է համբերություն, ուշադրություն և ժամանակին կանգնելու ունակություն։ Հիշեք, ճակատագիրը հազվադեպ է պատժում, նա հաճախ զգուշացնում է, և եթե դուք գիտեք, թե երբ դանդաղեցնել, ապա արդեն մեկ քայլ առաջ եք։
Թող նաև ամենաստրեսային օրերը սահուն եւ անվտանգ անցնեն ձեզ համար։ Հոգ տարեք ձեր մասին, վստահեք ձեր ինտուիցիան եւ կայացրեք գիտակցված որոշումներ։